Շնորհակալություն շատ Ելի Ադրինե, այո, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ առաջին ծրագրի շրջանակում սկսում ենք նոր ու շատ հետաքրքիր էջ։ Եվ այսպես Տիկին Օֆիկը եւ Դավիթը, այսպես է կոչվում էջը։ Նրանք գալիս են դառնալու ձեր ընտանիքի հեռուստատեսային բարեկամները։ Սա պատմություն է մի տնային տնտեսուհու մասին, ում ամուսինն ապրում ու աշխատում է Ռուսաստանում։ Նա ապրում է իր երկու երեխաների հետ, աղջկա, ում ցանկանում է ամուսնացնել, բայց հույսը կտրել է եւ տղայի, ով այդպես էլ հարմար գործ չի գտնում իր համար։ Իսկ նրանց դիմացի տանը հարմարվել է գյուղից եկած Դավիթը, մի երիտասարդ, ով մեծ երազանքներով եկել է մայրաքաղաք սովորելու եւ աշխատելու համար։ Քանի որ իր բարձած տանը չկա ինտերնետ, հաճախ է համակարգչով հայտնվում Տիկին Օֆիկի տանը աշխատելու նպատակով։ Եվ հենց այս առիթով մեր տաղավարում են այս պատմության առաջին քայլերը կատարող երիտասարդները, Պան Արմենիան մեդիադպրոցի ուսանողներ Դավիթ Թադևոսյանը եւ Նարեկ Գուլանյանը։ Նրանք մարմնավորում են Տիկին Օֆիկին եւ Դավիթին փորձելով իրենց աչքերով բացել այդ փոքր, բայց հարազատ ընտանեկան աշխարհի դռները։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Շնորհակալություն, լավ դուք, ինչպես եք։ Մենք շատ լավ ենք, մի քիչ խոսենք այս նոր ու հետաքրքիր պրոյեկտի մասին։ Ուրեմն պրոյեկտը ինքը ամբողջությամբ հումորային, կենցաղային ու դրա հետ մեկտեղ ինֆորմատիվ երևույթ է կրում։ Ինչի ենք այդ ֆորմատն ընտրել, որովհետև առավոտյան արտանալուց մենք բոլորս ինչ ենք առաջին բացում ենք համացանցը ու փորձում ենք լավ տրամադրություն ապահովենք մեզ զավեշտալի տեսանյութեր դիտելով։ Մենք այդ ֆորմատը որոշել ենք ավելացնենք տեղեկատվության բլոկը ու այդ բարդ առաքելությունը ին վրա դրված, Նարեկի վրա դրված այդ կենցաղային կնոջ կերպարը ինքը շատ հումորային է լինելու, փորձում ենք ամեն ինչ անենք, որ հումորի, այսպես ասած, կարմիր գծերը չանցնենք, որովհետև ցանկացած հումոր կարող է, եթե չափ հանցնենք, կարող ենք դիմացինին վիրավորանք հասցնել։ Դա է։ Դե ոնց որ հումորը ես ամբողջովին վերցնում եմ իմ վրա, իսկ տեղեկատվությունը Դավիթն է փոխանցում հեռուստադիտողին։ Շատ մի հետաքրքիր սիմբիոզ է ստացվում, որովհետև ես ճիշտ ասած մարմնավորում եմ այդ տիպի կերպարը առաջին անգամ ու հետաքրքրություն նրանում է, որ շատ կանայք, հա, առավոտյան հենց այդ կերպարը տեսնելով ավելի հեշտ կարթնանան եւ ավելի հեշտ իրենց գործերը կանեն, որովհետեւ դա շատ հետաքրքիր էմոցիաներ է ապարգևելու հանդիսատեսին։ Իսկ եւ կերպարի հետ ծանոթացար, ինձ հետաքրքիր է ինչպես մտար կերպարի մեջ, ինչպես կարողացար ամբողջությամբ ընկալել կնոջ հոգեբանությունը, կին ով տնային տնտեսուհի է, ունի երկու երեխա, երկուսի հարցում էլ բախտը այնքան էլ չի բերել, ամուսինը Ռուսաստանում է աշխատում, մի քիչ այս մասին կուզեմ պատմես։ Ճիշտն ասած, երբ որ ստացա առաջարկը հենց այդ կնոջ Օֆիկի կերպարը մարմնավորեի, ինքնստիկյան հայտնվեցի այդ կերպարի մեջ։ Չգիտեմ, միգուցե հենց անունը ինձ այդքան հարազատ թվաց, որ միանգամից հասկացա ոնց պետք է կերպարը խաղալ, հա, ու սկսեցի ուսումնասիրել։ Հենց կոնկրետ այդ կնոջ կենցաղային կերպարը, որ ես ցույց եմ տալիս, հա, ինքը ոնց որ հատուկ ինձ համար լինի, ճիշտ ասած, որովհետև դա ոնց որ շատ մայրական sense կերպար է, դե բնականաբար մեր շատ մամաները մեր հենց այդպիսի կերպար, ոչ թե կերպարով, այլ հենց այդպիսին են, ինչպիսին որ կան, հա, ու բնականաբար մենք շատ ենք տեսել ու շատ ենք սիրում այդ կերպարը, բնականաբար այդ սիրո պատճառով ինձ թվում է հենց առաջին իսկ քայլերից ստացվեց հենց այդ կերպարի մեջ մտնելը։ Հետաքրքիր բան ասացիք, ասացիք հումորային տարբերակը վերցել եմ։ Ին վրա իսկ ավելի ինֆորմատիվը արդեն մյուս կերպարի վրա է։ Ինչ է լինելու, այսինքն սա միայն հումորային փոքրիկ էջ է, թե մեջը նաև կա ինֆորմացիա, որը ամեն օր թարմացում եւ ինչ որ կարեւոր ինֆորմացիա է ներկայացնում։ Չէ, ինֆորմացիան լինելու է, մենք այստեղ շատ կարեւոր է, որ սկսում ենք կենցաղային հարցերով ու փորձում ենք անցում կատարենք դեպի ինֆորմացիան։ Նույնիսկ սցենարը գրելուց մենք հաշվի ենք առնում մոտակա օրերում կարող է այնպեսի շատ կարևոր իրադարձություն կա, որ սցենարը հավաքենք այդ ուղղությամբ։ Մի փոքր այսպես լրացում անեմ, ինֆորմատիվ եւ նաեւ ուսուցողական ինչ որտեղ, այո։
ինչին եք ավելի ու շեշտը դնելու, ինչի վրա եք ավելի շեշտ դնում, այսինքն օրվա իրադարձության, թե որոշակի լայվ խաղեր եք ներկայացնելու կամ ինչ։ Չէ, ամեն ինչի մասին խոսելու ենք։ Կոնկրետ մի ուղղությամբ չենք տանելու, ինչ որ չգիտեմ, ամեն օրվա համար նոր գաղափարներ ենք օգտագործելու, այնպես չի շարժվել ենք այսօր X իրադարձությունա տեղի ունենալու, պարտադիր պետքա դրանից խոսենք, այնպես բաներ չի լինելու։ Ես առաջարկում եմ չչարաշահենք Լավ։ ոչ ոքի համբերությունը եւ դիտենք edge-ը, որը նոր է լինելու առաջին ծրագրում, հիմա պրեմիերան կլինի եւ խնդրեմ շատ խիստ չդատեք, որովհետեւ ուսանողական փորձ է եւ դեռ ինձ թվում է փոփոխությունների կենթարկվի, բայց առաջին անգամվա համար ես վստահ եմ, որ բոլորին դուր կգա։ Դիտենք edge-ը ու վերադառնանք։ Հա, աղջի մոցա։ Բայց գիտես, չի պատկերացնի, որ մեր հարևան Մարգո կարող տենց բան աներ։ Դա խոխոտ տեսակ էր երևում։ Վայ, չէ, աղջի։ Օֆիկին ուրիշ ձև է ինֆորմացիան հասել։ Ուրեմն լսի, այս Մարգոյի մարդը եկել է տուն, հետնել փողոցից շուն ա բերել։ Հա, դե Մարգոյի ծնունի նվեր էլի։ Այդ Մարգոն էլ աղջի պուդել էր ուզում։ Հա։ Վայ, աղջի, սպասի, հա, Դիանոսա երկրորդի ծանգում, տեսնեմ ինչ ասում։ Հա, լավ։ Ինչ Դիանա։ Ոչ մի կենթանի աղջի լսում ես։ Ինչ չի է տակրկրում, որ կենթանների խանութում ակցիա է։ Գնում ես ծովախոզում, թութակնել նվեր են տալիս։ Բարև Դավիթ ջան, առաջացի նստի սեղանն ու աթոռը քո տրամադրության տակ են։ Արզես տիկինովիկ, շնորհակալ եմ։ Լսի, Դիանա, այդ քոնկերուին չգիտի, որ մենք այս փոքր տան մեջ հազիվ ենք տեղավորվում։ Այդ թութակը բերում ես ես որտեղ պահեմ։ Վրան քիչ է վրեստը խոսացողները մի հատ էլ թութակ։ Տիկինովիկ, այդ խառն եք ոնց որ երևում, հա։ Հա, Դավիթ ջան, հենց սպասի աղջկաս բան եմ բացատրում։ Լսի, սես չէր, գիտես, իմացավ քո հետ եմ խոսում, մի անգամից խառնվեց իրար։ Հա, խոսացեք դուք հանգիստ։ Հազիվ մի քիչ ժամանակ ունենամ, չի կենտրոնանա վրես։ Լսի, Ձյան աղջիկ, ուրեմն, եթե դու հանկարծ այս տուն կենթանի ես բերել, մի անգամից վեժել թավաքում ես ու հորդ մոտ լսեցիր։ Կերոն կյանքս այ Դավիթ ջան քուրու ախպեր։ Գիտես չէ ոնց կուզեի քոպես մի հատ տղա ունենայի։ Կրթված, գրագետ, ճաշակով, բայց քինց տղա։ Փեսա։ Խիկարեն ինչ եղել, տիկինովիկ, հասուն տղամարդ է, կարծում ես վերջում էլ աշխատանքի չընդունվեց։ Որ ընդունվեց Դավիթ ջանու մապետ, ոնց ընդունվեց նենց էլ հանեցին, բայց չի ընդգրկվում մեր կազմում։ Վայ, ինչ տղա է Կարինս, ինչ տղա է։ Ինչ տղա է։ Չէ, դե տենց մի ասեք, տիկինովիկ, Կարեն է հասուն տղամարդ է։ Ես վստահ եմ, որ կգտնի իրեն համապատասխան աշխատանք։ Տնորենի, Դիանան էլ հաստատ կգտնի երկրորդ կեսին հուսանք։ Դավիթ ջան, հա, թող գտնեն, թող չուզողներ ես լինեմ։ Տիկինովիկ, իհարկե կներեք էլի, պայտակ հետաքրքրեց, չեմ կարա չհարցնեմ։ Հա, հարցրած, բալես, դու գիտես, ես քեզ ընդունում եմ ոնց որ կընդունեի իմ փեսոս, դե իմ աղջիկը ամուսնուն էլի։ Չէ, տիկինովիկ, եկեք իրադարձություններից առաջ մի անցեք, լավ։ Լավ, հարցը տուր։ Դիանի այդ ձեր խոսակցությունից հասկացա, որ կենթանի է, հա, ուզում տուն բերի։ Հələ թո բախտը հանկարծ փորձի։ Ինչի՞, չեք սիրում կենթանիներին։ Չի, դով ջան, սիրում եմ։ Ուղղակի մի հատ պատմություն կա, հիշում եմ ներվային անում եմ։ Այդ ինչ պատմություն է, որ։ Ուրեմն, փոքր ժամանակ Կարենը շուն էր ուզում, Օնիկս էլ բերել էր։ Երեք եմ խոսած է, գիտես, հետը լավ էր, միրն եմ դրա ջանին։ Ջան, հետ տիկինովիկ։ Այ չէ տղա, այա, Օնիկիս։ Հա, հասկացեք, շարունակեք։ Հա, վերջը։ Երեխեն խաղում էր շան, հետ ասացի դες զբաղվեք, ես էլ ճաշ պատրաստել եմ։ Հա, մեկ էլ ֆրամ տենամիջ Դավիթ ջան։ Այս Կարենս մի հատ վաֆլին ինքնակցում, այն մյուսն էլ շանն է տալիս։ Դու որպես մայր ի՞նչ կլինես։ Չգիտեմ, տիկինովիկ, ես հոգեպես ու ֆիզիկապես որպես մայր չեմ կարող խոսամ։ Ոնց հումորդ կար նենց էլ մնացել է, հա։ Բա հետո ինչ արեցիք այդ դեպքից հետո։ Ինչ պետք է անի։ Զանգեցի Օնիկիս եկավ շանը հավաքեց տարավ։ Չէ, դե այնպես է լավ եք արել տիկինովիկ։ Ես օրինակ այն մտքին եմ, որ հա, լավ է տանը կենթանիներ պահելը, ջերմություն տալը, խնամելը, բայց մեկը կարծում եմ, որ իրենց ավելի լավ են զգում, երբ ընկերների հետ են լինում։ Այդ դու ոնց որ ինչ-որ բան ունես, հա ինձ պատմելու Դավիթ։ Հա, տիկինովիկ կա տենց բան։ Բայ, պատմի, սա հետաքրքրությունից կմեռնեմ։ Ուրեմն տիկինովիկ, եկեք այսօր 2025 թվականից 84 տարի հետնենանք դեպի 20-րդ դար։ Երևանում 1930-ական թվականներին ծագում է միտք ունենալ կենթանաբանական այգի եւ 1936 թվականին սկսվում են աշխատանքները, իսկ 1940 թվականին այգու ձևավորումը։ Ոյ, Դով ջան, գիտես չէ, վերջին անգամ կենթանաբանական այգում եղել եմ մոտ 10 տարի առաջ։ Մեր այս տան կենթանաբանական այգին ինձ այսինչ հերիքում է։
Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո շին աշխատանքները շարունակվել են եւ 1950-ականների սկզբին այգին սկսել է ընդունել իր առաջին այցելուներին ու տարիների ընթացքում շատ է փոխվել մեր կենդանաբանական այգին։ Նույնիսկ ԽՍՀՄ այգիների թվում շատ հեղինակավոր է եղել։ 1990-ական թվականներին աշխատակիցների թիվը եւ կենդանիների տեսակները զգալիորեն պակասել են, սակայն քրտնաջան աշխատանքների արդյունքում տարեցտարի այգին ել ավելի է բարգավաճել ու կենդանիների տեսակները գնալով շատացել են։ Ոյ, թող, հավեսս տվեց գնանք կենդանաբանական այգի գիտես։ Կենդանաբանական այգին Տիկինովի կարելի է ասել համարվում է մանուկների ամենասիրած վայրը, որովհետև նրանք այդտեղ կարող են հանդիպել այնպիսի կենդանիների, որոնց կյանքում չեն հանդիպել կամ տեսել են մենակ հեռուստացույցով։ Երևանի կենդանաբանական այգում մեր օրերում խնամվում եւ ցուցադրվում է մոտ 160 տեսակի կենդանի եւ 1000-ից ավելի առանձնյակ։ Պաստորեն են գիշատիչ զեբրակ, Մարգոն էլ ա, մեր արևան այնտեղ։ Դե իր մասին պատմությունը լռում է Տիկինովիկ։ Կենդանաբանական այգին մեզ հիշեցնում է, թե մարդը իր էությամբ ինչքան պատասխանատու պետք է գտնվի այդ անմեղ արարածների նկատմամբ։ Ցավոք, քիչ չեն լինում դեպքերը, որ կենդանիները հիվանդանում են ու իրանց պետք է խնամել։ Բարեբախտաբար, այսօր կենդանաբանական այգում աշխատում են իրենց գործի պրոֆեսիոնալներ, որոնց փոխանցած սեր ու ջերմությունով կենդանիները կարողանում են փոխադարձ ջերմությամբ ուրախացնել այգու յուրաքանչյուր այցելուների, մանավանդ փոքրիկներին։ Բա մարդ մի հատ թոր չունենար։ Վերցներ գնար կենդանաբանական այգի, մի լավ ժամանակ անցկացներ։ Աչքից զանգեմ ես էս Դիաննային, ասեմ թո այս թութակի փոխարեն մի հատ մտածի ամուսնության մասին, հա։ Դեռ չէ, դու այսօր ինչ ես անում։ Ես շտապ եմ Տիկինովիկ։ Լավ։ Դե ինչ բարի գալուստ ընտանիք ինչպես ասում են, հուսով եմ, որ էջը շատ կսիրվի եւ հեռուստադիտողներին իսկապես եւ հումորային առումով եւ տեղեկատվական առումով այսպես հագեցած առավոտներ կապահովի։ Արժևում եք արդեն մտքեր, թե ինչերին եք անդրադառնում։ Այո, ունենք մտքեր, աշխատում ենք հիմա սցենարական աշխատանքների վրա։ Ունենք արդեն նկարահանված մի քանի հաղորդում, որը շուտով հեռուստադիտողը նաև կտեսնի, ու աշխատում ենք արդեն հետագա սցենարների վրա, բնականաբար ուզում ենք երևի շատ ուզում ենք հենց տեղեկատվության մասին խոսենք, հա, ու անդրադառնանք տարբեր թեմաների, ոչ թե մի կոնկրետ ինչ-որ մի ճանապարհով, էլի, տեղեկատվություն տանք, այլ տարբեր։ Թեկուզ նաև այլ երկրների, ինչ-որ հետաքրքիր մի պատմությունների, դե բնականաբար մեր Հայաստանի մասին։ Եվ վերջին հարցը տամ, Դավիթ ջան, համագործակցության առումով ինձ հետաքրքիր է, քանի որ ինքը մի քիչ այսպես շատ հակադրվող կերպարներ են իրար, որը ինչ որտեղ նաև լրացնում եւ այսպես ավելի հետաքրքիր է դարձնում, բայց համագործակցությունը ձեր միջև ինչպես ստացվեց, հեշտ հարթ գնաց ամեն։ Իրականում տանրկետ աշխատելը շատ հեշտ էր, որովհետև երբ որ սցենարի վրա մենք դեռ աշխատում ենք ու ուղղակի կարդում ենք սցենարը, ծանոթանում ենք, այսպես ասած, մենք արդեն խաղում ենք մեր կերպարներով, իհարկե այստեղ Նարեկի խաղը ավելի շատ է երևում, քան իմը, որովհետև ինքը ամբողջությամբ կերպարանա փոխվում է, պետք է մտածի հակառակ սերի մտքով, ապրի այդ կերպ։ Երբեք չես կարող մտածել վերջնական, թե ինչ էր մտածում հակառակ սերը։ Իհարկե, դա ֆենոմենն է հակառակ սերի։ Բնականաբար, ես կարող եմ ասել Դավիթի նաև հետ աշխատելը շատ հեշտ էր, որովհետև այդ հակադրությունը իմ ու Դավիթի մեջ որ կար, ինձ թվում է մենք միմյանց լրացնում ենք, այո, լրացնում ենք ու Դավիթի հետ էլ շատ հեշտ է աշխատել, ես շատ ուրախ եմ, որ իմ զուգընկերը Դավիթն է։ Ձեզ մարդիկ հաջողություններ, եւ կարծում եմ, որ այս ամենը գնալով էլ ավելի արդեն այսպես կընդլայնվի, կներկայացվի հեռուստադիտողին, դե արձագանքներից էլ արդեն կհասկանաք ինչն է պետք փոխել, ինչը շտկել, ինչ ավելացնել, ինչը պակասեցնել։ Ուզում ենք ձեզ նվիրել արև բացիկները, որոնք էմոցիաներ են տալիս միմյանց եւ կարծում եմ այս էմոցիաները կլինեն ձեզ համար կարեւոր։ Նվիրեք ձեզ համար հարազատ մարդկանց, այստեղ վերնագրերը սիրում եմ եւ առաջինում իհարկե Նունե Էսայանի երգիցը մենակ ես էր ինձ պակասում սիրահարվելու մնալ արթուն, իսկ երկրորդը ուր որ գնաս հետդ կգամ, հենց որ կանչես մոտդ կգամ։ Սա նվիրեք ձեզ համար շատ կարեւոր մարդկանց ու ձեզ մաղթում ենք հաջողություններ։ Շատ շնորհակալ ենք։ Կլինիկ Արջատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։